Հայրենակիցներ, ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ այսօր ազգային ժողովում Քայլիստ երեսփոխան Նազելի Բաղդասարյանի պաթոսախառը եւ մուննաթալի ուրեմն ելույթին կապված հայ գերիների հայրենիք վերադարձի հետ։ Թե բա մենք տիտանական աշխատանք ենք տարել, մենք այս ինչ կառույցի են, ինչ կառույցի հետ բանակցել ենք, դուք չեք պատկերացնում ինչպես ենք մենք դա արել ու կազմակերպել։ Հետաքրքիր է Նազելի, իսկ ում պատճառով է այդ մարդիկ գերեվարվեն, չլինի իմ կամ ընդդիմության, ձեր Քայլիստ ուրեմն դավաճանա ողմակի պարագլուխ Նիկոլան Հողը չէր ուղիղ եթերներ մտնում ու մարդկանց կոչանում կասկա, ժիլետ հագնելու գնալ բանակ։ Բա Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատճառով մենք հայտնվեցինք պատերազմում ու ձեր իշխանության հորդորով Արցախ գնացած մարդիկ, կոնկրետ Խծաբերդի եւ հին թաղերի այդ ուրեմն պաշտպանները, որոնք գերեվարվեցին պատերազմից ինչ կան հիշում եմ մի քանի օր հետո, ուրեմն ում պատճառով էին հայտնվել գերության մեջ, որ չլինի իմ պատճառով էին հայտնվել։ Դուք տարակ գերի գցեցիք այդ մարդկանց։ Այդ մեկ։ Երկրորդը, Նազելի կպարզաբանես, թե այդ մարդիկ Շիրակի մարզից հիմնականում ուրեմն կամավոր գնացած ինչպես հայտնվեցին Խծաբերդում եւ հին թաղերում եւ ում պատճառով Գյումրիում կոնկրետ մարդու անուն են տալիս, թե ով է տարել այդ մարդկանց այդտեղ։ Ու վերջում իհարկե ձեր իշխանության շնորհիվ այդ մարդիկ հայտնվեցին ուրեմն գերության մեջ։ Երկրորդը, իսկ ով է ասել, որ դուք ինչ որ բանակցությունների արդյունքում ինչ որ գերիների հետ եք վերադարձրել։ Գիտես Նազելի արդեն բավ է, այս կեղտիկն ու սուտը տարածես շեֆիտ կամ մյուս քայլիստների նման։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությանը Ադրբեջանում բանի տեղ չեն դրել։ Երբեք ու ոչ մի անգամ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ Նիկոլան Հողին շանտեղ չտնող Ալիևը երբեք գերի չէր հանձնի։ Գերիները հիմնականում հանձնվել են Հայաստանի Հանրապետությանը ուշադիր Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Վրաստանի միջնորդության արդյունքներում։ Թե դուք այդտեղ ինչ խաղեր եք տվել կամ իբր թե ինչեր եք բանակցել, դա արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ։ Իսկ վերջին երկու փոխանակումները ուղղակի խայտարակություն է պատիվ ու նամուս ունեցող ցանկացած ժողովրդի եւ պետության համար։ Հարգելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ նախավերջի ուրեմն գերիների ազատագրման արդյունքում Ադրբեջանին Նիկոլան Հողը հանձնել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանած երկու ահաբեկիչ ասկյարների։ Մի բան, որը երբեք ոչ մի անգամ ոչ մի իրեն հարգող պետություն չի անում։ Եվ զարմանալին գիտեք որն է, որ այդ գերիների հարազատները փոխանակ շնորհակալություն հայտնեին այդ սպանված անձի ընտանիքին, որ նրանց ընտանիքի հոր, եղբոր, տղայի կյանքի գնով իրենք հայտնվեցին Հայաստանում, շնորհակալություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխանություններին։ Իսկ վերջին գերիների ազատագրումը ուղղակիորեն խայտարակություն էր արդեն միջազգային ասպարեզով, որովհետև ոչ մի իրեն հարգող պետություն եւ ժողովուրդ միջազգային ահաբեկիչներին չի փոխանակի գերիների հետ։ Դա գիտեք ինչ մեծ եւ պրոբլեմատիկ իրավիճակներ է ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, որ ցանկացած ահաբեկիչ կարող է գալ Հայաստանի Հանրապետությունում սպանել Հայաստանի քաղաքացիների եւ հետո այդ ահաբեկչի թիկունքում կանգնած պետությունը կարող է Հայաստանի Հանրապետությանը պարտադրել, ասենք, գնալ զիջումների։ Եվ այդ ընթացքում Ադրբեջանը կարող է նորանոր գերիներ վերցնել մեզանից։ Խոսքը, եթե մոռացել եք, հիշեցնեմ, երկու սիրիացի մարտասպան աղաբեկիչների մասին է խոսքը, որոնց կապիտուլյանտ ոչնչություն Նիկոլան Հողը, Նազելի հիշեցնեմ, նվիրեց Անկարային։ Այդ ձեր հեքիաթները, թե բա այդ գերիների, հայ գերիների վերադարձը կապ չունի սիրիացի աղաբեկիչների հանձնման հետ,
Անկարային կամ Սիրիայի թրքամետ ահաբեկչական իշխանությունների հետ, դա կգնաք Գյուլնաստատին կպատմեք։ Այդ ապուշությանը կարող է միայն հավատալ դասական անասունը։ Դուք այս ձև եք գերիներին բերել, անհավասար ուրեմն պայմաններում հայ սպանող դիտավորյալ Հայաստան եկած ահաբեկիչների, դիտավորյալ տարածաշրջան ժամանած ահաբեկիչների կողմից սպանված հայերի արյունը ուրացել է գերի եք հետ բերել։ Մի բան, որը ոչ մի անգամ ոչ մի իրեն հարգող պետություն եւ ժողովուրդ չանում, հատուկ սա 3 անգամ կրկնեցի Նազելի։ Երրորդը ու ամենակարևորը, եւս մեկ հարց ունեմ քեզ Նազելի, այդ ճիշտ է, որ գերիների հարազատներին փող էիք տալիս ժամանակին, որ բերանները փակեն ու չփողոքեն։ Էս էլ են ասում Գյումրիում, չգիտեմ։ Նազելի, գերադասի ձեր չերածը չփորձես ներկայացնես որպես մեծ լավություն։ Իսկ եթե ինչ-որ բան էլ արել եք, չնայած էլի եմ կրկնում, ոչ մի բան էլ չեք արել, Նիկոլին շանտեղ տնող չկա պատվում, որ նրա այդ բանակցեն ու գերի տային։ Այ վերջի 2 գերիների խմբերի ազատագրումը իրոք Բաքվի պահանջով է եղել, բայց իրանց ցանկությամբ։ Դուք մեր ահաբեկիչներին հետ եք տալիս, մեր մարտասպաներին հետ եք տալիս, մենք է ձեր մարդկանց ենք հետ տալիս, որոնք մի անգամ չեն կրակել որևէ թուրքի կամ ադրբեջանցու վրա։ Չփորձես էլ սրանից հետո ձեր պատճառով գերեվարված մարդկանց ազատությունը նախ ներկայացնես, թե դուք իբր թե մեծ ուրեմն գործ եք արել, մեկ երկրորդն էլ եթե արած լինեիք էլ, դա ձեր պարտավորությունն է, որովհետև էլի եմ կրկնում Նազելի, հատուկ քեզ ու քո նման մտածողների համար, որ ձեր պատճառով են այդ մարդիկ գերիության մեջ հայտնվել, եւ դուք էլ պետք է անեիք, չնայած էլի եմ կրկնում, ոչինչ չեք արել։